Աստվածաշունչն էս տեղ է տանում հավատացյալ մարդուն, որ այլևս պետք է ների։ Աստված անում է այն, ինչու մենք ի վիճակի չենք, ինչը մենք կարող ենք, մեր վրա է թողում Աստված։ Ներելը դա փրկության պայման է հանդիսանում։ Չներենք, որ մարդը իմանա, խելքի գա եւ այլն։ Ով չի ներում, ինքն է գալու խելքի։ Աստված ազատեց մեզ մեղքերից, բայց այդ ազատությունը չունենք, որ մենք ընտրենք։ Ներում ենք թե չենք։ Ներում ենք թե չենք ներում։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, կրկին եթերում հարցեր հաղորդաշարն է։ Այսօր մենք ընտրել ենք մի շատ կարևոր թեմա՝ ներել ըստ Աստվածաշնչի։ Խոսենք Հովև Արթուրի հետ։ Հովև Արթուր, ինչ է իրական ներումը ըստ Աստծո խոսքի։ Դա զգացմունք է, որոշում, թե հոգևոր հնազանդություն։ Հոգևոր հնազանդություն, դա հնազանդություն է, դե Աստծո խոսքն ասում պետք է ներես։ Դա որոշում է, մարդը ընդունում է որոշում, որ իր կյանքում այլևս պետք չի լինի մի մարդ, որ ես չեմ ներել, բոլորին պետք է ներեմ։ Չի ասի, որ դա զգացմունք է։ Միգուցե ներելուց հետո է նորմալ զգացմունք, բայց դա նես չի, որ ես պետք է զգամ, որ ներեմ, թե չներեմ կամ նոր ներեմ, ոչ, դա ճիշտ տեղ չի տանի։ Դա որոշում է, դա հնազանդություն է։ Այսինքն մարդը իր սրտում չպետք է սպասի, որ լինի մի զգացմունք, որ այ ես հիմա զգում եմ, որ պիտի ներեմ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Միշտ մարդը պետք է ների։ Ու կարևոր չի ում ների։ Միշտ։ Որտեվ Աստվածաշունչն էս տեղ է տանում հավատացյալ մարդուն, որ այլևս պետք է ների։ Խոսենք դրա մասին։ Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխի 14-րդ տեղում ասում է, որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Այո։ Ներելը դա փրկության պայման է հանդիսանում։ Այս տողերի հիմնավորը։ Այո, ու ոչ միայն ներելը։ Շատ բաներ կա Աստվածաշնչում, որ դա պայմաններ է։ Ցանկացած մեղքից ապաշխարելը։ Պայմաններ են, այսինքն նես չի, որ մարդը անպայմանականորեն ինչ ուզի անի, նա փրկվելու է։ Ոչ, իհարկե ոչ։ Բայց հանուն արդարության ասեմ, որ փոխված մարդու բնությունն է փոխվել, իհարկե դա տանում է ներմանել, ապաշխարությանել, էդ էլ կա, բայց իհարկե, ասենք եթե մարդը չի ներում, չի ուզում ների, դա մեծ խնդրեմ կա։ Դա պետք է ների։ Այսինքն այդ պայմանը կա, իհարկե։ Մենք ասենք այլ մեր աղոթքի մեջ այս տողը ասելով շատ լուրջ պետք է ուշադրություն դարձնենք, ինչքանով է մեր կյանքում աշխատում այդ խոսքերը։ Մենք ինքներս ենք մեզ դնում այդ պայմանի տակ։ Ների մեզ, ինչպես մենք ենք ներում մեր հանցանքները, մեր դեմ հանցանք գործողներին։ Այսինքն մենք ինքներս ենք ասում այդ աղոթքով, որ մենք ընդունում ենք դա, որ պետք է ներենք, որ Աստված էլ մեզ ների, իհարկե։ Գիտենք, որ բոլորս էլ մեղանչել ենք Աստծո առաջ։ Ապաշխարության արկայության դեպքում ինչպիսի ներում է շնորհվում Աստծուց մարդուն։ Ամբողջական։ Ու այլևս չի հիշվում քո արածները։ Աստծո կողմից էլ չի հիշվելու։ Ամբողջական, դու քեզ զգում ես վերականգնված մարդ, ամբողջովին։ Իհարկե, զգացմունք, հիշողություն, իհարկե, բայց հիմնականում մարդը արդեն զգում է, այսինքն մարդը հիշում է, բայց մաքրված, ասենց ասած, ազատագրված է այդ պարտքից, հա? Սա է նշանակում։ Այո, ինքը իր արած սխալները մինչև կյանքի վերջը հիշելու։ Հա։ Բայց ինքը ամբողջապես զգում է ներված վիճակ։ Հա։ Աստծո կողմից։ Ու դա հիանալի է ուղղակի։ Դա թևեր է տալիս, դա դու զգում ես, որ Աստծո սերը ոչ միայն դիպչում է քեզ, այլ
ներսը տա մտնում։ Դու ամբողջովին լցվում ես այդ սիրով։ Հասկանում ես, որ ինչ է նշանակում ներվել։ Ստատուսա տալի դա լրիվ փոխում է կյանքը։ Աշխարհի հայացքը ամեն ինչ փոխվում է։ Ով Արտուր հնարավոր է որ Աստված ների մարդուն, բայց մարդը իրեն չների։ Հնարավոր է, ինչի՞ չէ։ Աստված բոլորին է ներել արդեն խաչի վրա։ Բայց ով որ հավատա, ով որ ընդունի։ Դրա համար իհարկե հնարավոր է մարդը ինքը իրան չների կամ մարդը չհամակերպվի ու ոչ միայն իրա, այլ նաև ուրիշի հանցանքներից, երբ որ մարդը Աստված ներում է, չհամակերպվի դրա հետ։ Ոնց կարելի է տես մարդուն ներել։ Ասենք հայտնի անառակ որդու Արակի մեջ ավագ եղբայրը չէր համակերպվում, ոնց կարելի է։ Տարավ լրիվ փողերը, ծախսեց, վատնեց, թեպետ իրա փողերն էր։ Այսինքն եղբոր փողերը, ինքը իրա փողերն էր վատնել, նես չի որ իրա փողերն էր վատնե, բայց ամեն դեպքում չէր համակերպվում դրա հետ։ Ոնց կարելի է ներել նման մարդուն։ Բայց հայրը խնդրեմ չուներ, հայրն ասում էր տղաս, ես ներել եմ, դեռ խնդիր չկա։ Իմ փողերը չէ, ես ներել եմ։ Դու ինչ խնդրեմ ունես։ Հետաքրքիր է, որովհետև շատերն են գայթակղվում այդ հարցում։ Շատերն են գալիս այդ պատի առաջ, որ ոնց կարելի է նման արարք գործողին ներում շնորհվի։ Որովհետև Աստված արդեն ապացուցել է իր ներումը, իր միածին որդուն զոհել է խաչի վրա։ Նա հիմա պիտի չների մեզ։ Այսինքն մեր բոլոր հանցանքները ներված են։ Դեռ ապագայինն էլ որ պետք է հələ գործենք, իհարկե մենք չենք ուզում գործենք, բայց դե ուզում ասեմ, նես չի որ Աստվածը մի որոշում ների թե չների, նա ներել է արդեն։ Նա մեզ ընդունել է արդեն։ Մեզ նկատի ունեմ ովքեր որ ապաշխարել են։ Բայց ովքեր որ չեն ուզում ապաշխարեն կամ չեն գալիս դեպի ապաշխարություն, ըստ էության թեորիապես իրանց էլ է ներված, բայց իրանք ուղղակի չեն վերցնում, հավատքի ձեռը չկա որ վերցնի։ Կարող է դա կախված լինի այն բանից, որ մարդը չի պատկերացնում ուղղակի Աստծո սիրո մեծությունը։ Այդ ներման, որ ասենք երբ որ մարդը նման հարցի առաջականգնում կամ նման պատնեշի առաջականգնում, ոնց կարելի է որ Աստված այս մեկին ներեր, ոնց կարելի է նույնիսկ ինքնադատապարտության մեջ ոնց կարելի է իմ նման մեկին որ Աստված սա կապ ունի Աստվածաճանաչության հետ։ Այո, մեծ մասամբ այո, բայց նաև ստեղ կա հպարտության էլեմենտ, ստեղ կա նաև հասկացողության խնդիր։ Մարդը ինքը իր հասկացողությամբ չի տեղավորվում այդ չափսի մեջ, չի տեղավորվում ուղղակի։ Ասում եմ, ոնց կարելի է այդպես բան անել։ Բայց ինձ թվում է դա շատ հաճախ իմ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև երբ որ դու Աստծուն ընդունում ես քո սիրտ որպես փրկիչ Տեր ու փրկիչ, ապաշխարում ես ամբողջովին Աստծուն ես տալի քո կյանքը, պարզ է դառնում ինչի է այդպես։ Որոշ մարդկանց միգուցե պարզ չի, միգուցե չեն ապաշխարել, կարա դա էլ լինի, բայց միգուցե մարդը ապաշխարել է, բայց չի հասկանում հպարտության, չհասկանալու, այսինքն մարդը ինքը ուզում է մի հատ ամեն ինչը հասկանա, նոր ընդունի, որը որ տեղ չունի։ Դե Աստված մարդ չի, Աստված չի գործում մեր հասկացողության չափով։ Ինքը սուվերեն առանձին Աստված է, ինքը անում այն ինչ որ գտնում է պետք է անի։ Այ խոսեցինք քիչ առաջ Մատթեոսի ավետարանից տեղի հետ կապված, հայր մեր աղոթքից։ Ու խոսքերս այնտեղ ասում են, որ ասենք ների մեզ, ինչպես մենք ենք ներում։ Այո։ Գործնականում մարդը կարող է այնպես ներել, ինչպես Աստված է իրեն ներել։ Այո, որտեղ ներելը դա բաց թողնել է։ Ներելը դա վերականգնում է։ Չափսերն այն տարբեր, բայց երևույթը նույնն է։ Օրինակ, Մատթեոս 18-ի մեջ մենք ինչ ենք կարդում, առակա պատմում էր Տեր Հիսուս Քրիստոսը Պետրոսին, որ մեկին 10,000 տաղանդ ներվեց։ Ինքն էլ պարտքեր մեկին 100 դահեկան։
Այսինքն ինչ որ մեկն էլ իրան էր բարդ 100 տարեկան։ Ու չէր կարում ներեր, չներեց։ Հա։ Ամենայն որպեսզի մենք պատկերացնենք չափսերը 10000 դահեկանը, 10000 տաղանդը ու 100 դահեկանը։ Մի տաղանդը մոտ 6000 դահեկանա։ Մի տաղանդը 10000 անգամ 6000 միլիոն, միլիարդ եւ այլն։ 10000 անգամ 6000, այդքան դահեկան ինքը պարտքեր։ Իրան ներվեց։ Որովհետև ի վիճակի չէր տալու, ու ի վիճակի էլ չի։ Իսկ մեկը, որ իրան պարտքեր 100 դահեկան, որը որ ռեալ է տալ, ու նա խնդրում էր համբերի, ես կտամ։ Okay, ժամանակը ասել եմ, բայց չի ստացվում, մի քիչ խեղդում էր։ Այսի խնդրեմա։ Այսինքն չափսերն է տարբեր։ Աստված ոնց ներել այն բանը, որ մենք ի վիճակի չենք։ Ընդհանրապես Աստված անում է այն, ինչու մենք ի վիճակի չենք, ինչը մենք կարող ենք, մեր վրա է թողում Աստված։ Բայց այն ինչ որ մենք կարող ենք, մենք պետքա դա անենք։ Դրա համար Աստված իր բաժինն է արել։ Օրինակ մենք ի վիճակի չէինք, մենք մեզ փրկեինք։ Ի վիճակի չես։ Աստված դա արեց։ Բայց որ մենք պետքա մեզ ով որ պարտքա իրան ներենք, դա ի վիճակի ենք։ Դրա համար մեզ ասում ներեք։ Թե չէ դա ինքը կաներ։ Օրինակ 10000 չէր բանանի, 10100 դարեկան կտար իրան, 10000-ը կներեր, 100 դարեկան էլ կտար, կասել են որ քեզ պարտքա տար իրան տուր։ Ոչ։ Այսինքն ոչ թե տար իրան տուր, այլ ինքը չի տալու ես 100-ը տամ, դու ոնց որ կոմպենսացիա ալի։ Ոչ, դու ի վիճակի ես ներես դա։ 100 դահեկանը դա 100 աշխորհն է, աշխատանքային օր, քիչ չի, դա էլ է մեծ գումար։ Բայց ի համեմատություն, ինչա քեզ ներվել, դա ծիծաղալու ուղակի գումար է։ 100 դահեկանը դա կես տարվա աշխատանքն է։ Քիչ չի։ Օրինակ Եվրոպայի տվյալներով, ասենք Եվրոպայում կես տարի աշխատողը կարող է ինչքան ստանալ։ Մի 20000, 25000 25000 եվրո։ Դա քիչ գումար չի։ Հա, միլիարդատերի համար միգուցե դա բայց ամեն դեպքում դա գումար է։ Ու սովորական ապրող մարդու համար դա կարևոր գումար է։ Բայց որ քեզ ներվում է անհնարինը, քեզ կյանք է շնորհում, հավիտենական կյանք է տրվում, արտոնություն է տրվում կոչվես Աստծո որդի, այդ իշխանությունն է տրվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Դա ոչ մի բան է ուղղակի դրա համեմատ։ Ու մարդը ի վիճակի է դա ների։ Այ շատերը սա է ցանկանում ասել, որ ասենք շատերը այդ բախվում են այդ ժայռի, հա, հետ, այդ պատի հետ, որ ես Աստված չեմ որ կարողանամ ներեմ այդպես։ Ես հա ու երբեմն նույնիսկ խուսափում են հեսա աղոթքի մեջ այդ բառերը կրկնելուց, հասկանալը որ իրանք իրենց այսպես ասած պարտքի տակ են դնում։ Ավետարանը շատ պարզ է, եթե դու չներես, չես ներվելու։ Շատ պարզ է, իսկ դրանից պարզել ոնց կարելի է գրվի։ Լավ, մյուս հարցը մարդն ունի հիշողություն եւ ինչպես վարվի մարդը, եթե մյուսին ում ներել է, միևնույն է ամեն տեսնելուց հիշում է այդ կատարվածը։ Երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, երկրպագում ենք Տիրոջը, շատ հաճախ արցունքներով, հիացմունքով, փառաբանում ու մեծարում ենք Աստծուն, որ այն նման մարդ ոնց որ ես եմ, Աստված ինձ ներել է։ Սենց խորը ակնածանքով ու հարգանքով ու չգիտեմ ինչ բառեր ասեմ, ապրում ենք ամեն անգամ։ Շնորհակալությունն ենք բերում մեր Տեր Աստծո առաջ։ Այդ ժամանակ, երբ որ հերթը ասում է, որ ես ներեմ, հաճախ իհարկե պահերա լինում, որ ես որոշում եմ ընդունում դա, բայց հաճախ դա հենց արդեն ներված այդ մարդը։ Այդտեղ խոսակցություն չկա այլ արդեն։ Որովհետև ես եմ ներվել։ Աստված ինձ է ինձ ներել, որ ես դրա համար խոսքը ասում է, ինչպես Քրիստոսը ձեզ ներեց, մեկը մյուսին, դրա համար դուք էլ ձեզ ներեք։
Շատ կարևոր թեմա է սա։ Հա։ Մարդը ես sense կձևակերպեի։ Մարդը չունի ընտրություն այդ հարցում։ Քրիստոնյա մարդը չունի ընտրություն։ Ինքը ազատ մարդ է, Աստված ազատեց մեզ մեղքերից, բայց այդ ազատությունը չունենք, որ մենք ընտրենք։ Ներում ենք թե չենք։ Ներում ենք թե չենք ներում։ Չկա տենց։ Ես ամենայն դեպս ավետարանում չեմ կարդում, որ տենց ազատություն կա։ Մենք հələ մարդը բան չարած, մենք արդեն ներած ենք։ Հա։ Ամենայն դեպս այդպես պիտի լինի։ Հա։ Իհարկե կա ստոր արարքներ, շատ վատ արարքներ, շատ ասենք այնպես դաժան բաներ, բայց նույնիսկ դա էլ որևէ հիմք չկա, որովհետեւ մենք ասենք ես չեմ ներում։ Պետք է ներվի։ Ու դա կապված չի մարդուց։ Դիմացինից, որ այ եթե ինքը գա ներողություն խնդրի, ես ներեմ։ Դրա հետ որևէ կապ չունի։ Իհարկե դիմացինն էլ պետք է հասկանա, եթե սխալ արարք արեք, գա ներողություն խնդրի։ Եվ այլ ես չեմ ասում տենց անտակտ կամ անշնորհ ձևով։ Այսինքն ներման հարցը այդտեղ կախված չի դիմացինից, ներման հարցը կախված է հենց մարդ իրանից։ Իրանից էլ կախված չի։ Նկատի ունեմ այդ արտոնություն չունենք մենք։ Աստված մեզ գնել է ու դրել է միտեղ, որ դու պետք է ներես։ Հակառակ դեպքում դու չես ներվում։ Կորցնում ես այն ամեն ինչ, ինչ որ դու ունես։ Այսինքն Ղուկասի ավետարանի 6-րդ գլխի 37-րդ տողում ասում է հետևյալ խոսքերը. «Եվ մի դատեք ու չեք դատվի, մի դատապարտեք ու չեք դատապարտվի, ներեք եւ ներված կլինեք»։ Այ դատելը, դատապարտելը, ներելը կապված են իրար հետ։ Կա դրանց մեջ ուղիղ կապ։ տենց անմիջական կապ միայն կարա լինի, որ հպարտությունից է դա։ Այսինքն դատելը դա հպարտությունից է մարդը դատում։ Օրինակ, երբ որ Փարիսեցին շնորհակալություն էր հայտնում աղոթքի ժամանակ, որ ես սենց եմ, ես լավն եմ, այլ ոչ թե նրա պես եմ։ Դա հպարտությունից է մարդը խոսում։ Իսկ մեկ ուրիշ աղոթում է, որ ներ ինձի։ Դա ավելին թվում է։ Հիմա հպարտությունից կարան իրար նման լինեն, բայց այդպես անմիջապես կապ ես չեմ տենում, որովհետև դատելը դա մի բան է, չներելը դա բան։ Բայց կապը կարա լինի այնտեղ, որ չես ընդունում այդ մարդուն։ Այսինքն երբ որ մեկին դու դատում ես, բացի այն որ հպարտությունից դու վերևից ես նայում, բացի դա նաև կա այդեղ ընդունելության հարց, որ այդ մարդուն դու ընդունում ես քո հարազատը, քո եղբայրը, քո քույրը, եթե չես ընդունում, դու դատում ես այդ մարդուն։ Կարող է լինել այդպես էլեմենտ, բայց դրանք մի քիչ բան են։ Շատ մարդիկ ներման հետ կապված է գործընթացի, եթե կարելի է այդպես համարել, գործընթացի մեջ բախվում են մի հարցի հետ, ներումից հետո ինչպես վարվեն, փոխհարաբերություններ, շփում տվյալ մարդու հետ եւ այլն եւ այլն։ Հիմա իմ հարցն է, ներումից հետո պարտադիր է փոխադարձ շփումը կամ մտերմությունը ի ապացույց նրան, որ մարդը ներել է։ Սա պարտադիր պայման է։ Մարդը պետք է ինչ-որ բան չանի, ինչ-որ բան ցույց տալու համար։ Քրիստոնեի կյանքում որևէ իմիտացիա տեղ չունի, որևէ ձևական բան տեղ պետք է չունենա։ Եկեղեցում ցույց տալու համար, հովին ցույց տալու համար, այն մեկին ասելու համար։ Այդպես տեղ պետք է ընդհանրապես էդի բացառվի։ Դիմացինին, որ ես ներել եմ քեզ ինչ-որ բան գործողություն։ Մարդը ել եմ կրկնում, հələ դեռ որևէ բան չկա, ինքը պետք է ընդունի, որ ես իմ կյանքում ընդունել եմ որոշում։ Պետք է չլինի մի մարդ, որ ես չեմ ներել։ Ինչ ուզում անեն։ Իհարկե միշտ Աստծո էլ ողորմություն ենք խնդրում, որովհետև պետք էլ չի ինձ մտածենք, որ մի ինձ կանգնացենք, որ կամ չգիտեմ ինձ, բայց ամեն դեպքում դա որոշում է։ Մարդը ինչ որ բան արեց,
Ստեղ կապված է մարդը, երբ որ արեց, ինքը հետո գիտակցում է, որ սխալ արեց։ Իհարկե ես նույն ձև կարամ լինեմ այդ մարդու հետ, բայց եթե մարդը սխալ կյանքով է ապրում, այդ մարդը դիմացինս կարա կապ չլինի, կարա ես էլի խնդիր չունեմ, լավագույն ձևն եմ ես ասում։ Բայց այդ մարդը, քանի որ սխալ բաների մեջ է, ինքը չի ստացվում որևէ կապ։ Ասենք մարդը եկեղեցի չի գալի, օրինակ եմ ասում։ Ներել եմ, ասենք անպատվեց, սխալ բան արեց ու գնաց եկեղեցուց։ Ես ներեցի։ Համ ես պիտի չեթամ իրան մանգամ գտնեմ, իր հետ ընկերություն փորձեմ անել։ Ես խնդիր չունեմ այդ մարդու հետ։ Ես ներել եմ։ Բայց մարդը, երբ որ ծառայության մեջ չի, ասենք մեղքի մեջ է մնում, ընտրում է տենց, արդեն դժվար է դու այդ նույն ձև ոնց որ առաջ էիր, էդի անես։ Այդպես դեպքեր կարան լինեն, բայց հիմնականում ներելը նշանակում է վերականգնել այն ինչ որ առաջ կար։ Փոխհարաբերություն։ Այո, վերականգնել։ Ստեղ մեկ էլ կա տարբերություն, երբ որ մարդը նենգ է, երբ որ մարդը չարախոսում է ու մնում է դրա մեջ։ Մասամբ այն ինչ որ ես ասեցի, դա է։ Այսինքն ես ներել եմ, ես խնդիր չունեմ, բայց մարդը ինքը չի կանգնում։ Աստվածաշունչը ասում է, ինչքան ձեզանից կախված է, խաղաղություն ունեցեք բոլորի հետ։ Այսինքն էս է հարցը։ Բայց եթե ինչ վերաբերում է ներման ու անկեղծ ներման, այն ձևը որ վերականգնվել այդ մարդը քո կյանքում ամբողջովին դա փաստ է, դա պետք է դա ձև լինի։ Իսկ ասենք եթե այս դեպքը, ասենք այս պարագայում երկու հավատացյալ եկեղեցում քույր եղբայր, այսինքն այնպես չէ որ տարբեր հոգևորի վիճակներում, հա, հավատացյալ անհավատ կամ տարբեր բան, այլ իրար հետ մեկտեղ են։ Այ պետքա փորձեն նորից այդ փոխհարաբերությունը, շփումը, թե կարող են այսպես ասած ենթադրենք ներողը ների, բայց չշփվի հետը։ Գործ չունենա հետը։ Չեմ կարծում որ դա սրտանց ներել է այդ մարդուն։ Այդ նույն հարցը ես տալիս եմ, դու ոնց քո մերձավորի կամ քո կողի մարդու հետ ես անում, պատկերացու Աստված քո հետ է ձևանի։ Սիմետրիկ ուղղակի։ Ասենք դու ոնց ես պատկերացնում։ Ես ներել եմ, բայց իր հետ չեմ շփվում։ Հեռու եմ ինձ պահում, ավելավատ հեռու եմ։ Աստված քեզ ներել է, բայց Աստված ինքը իրանից հեռու է քեզ պահելու։ Լավ է, հարմար է քեզ։ Չէ, ես ում Աստված ների ու ես իր հետ, որ ինքը ինձ առաջնորդի, որ ինքը ինձ հայտություններ տա, ես դա եմ ուզում։ Դե ձևել արա։ Այսինքն այդ ինչպես Քրիստոսն է ձեզ ներել, այդ ձև պիտի մենք ներենք։ Քրիստոսը որևէ պայման չի դնում, որևէ չի ասում ես ներում եմ, բայց տես, հա։ Ասենք sense դու ուղղակի զգում ես որ դու ներվել ես։ Այդ ձևն ասում է դու ուրիշին ների։ Այո, ինքը հաստատ արժանի չի։ Հարց, ես արժանի եմ, իհարկե ոչ։ Մենք այդտեղ խնդրեմ ունենք, որ իմ նմանին ոնց կարելի է ներել։ Այդտեղ ենք կոտրվում, Աստծո առաջ ուղղակի ինձ ընկնում ենք իրը։ Ու դա խորը գիտակցությունից է, որ Աստված էս ինչ արե մեր կյանքում։ Այդ նույն ձև մենք պետք է անենք։ Նույն ձև։ Իսկ այս դեպքում Արթուր, եթե ասենք մարդը իր կողմից ներել է, փորձում է, ասենք վերականգնի արվել, բայց մյուս կողմը չարությամբ լցված չի կարող ների կամ ինչ որ չի ստացվում։ Այ միակողմանի այսպես ասած, այ ոնց վարվի այդ դեպքում։ Դե միակողմանի չի կարա մարդը լավ խորը հարաբերություն կամ ընկերություն անի, չի կարա, որովհետև հա, քո համար այդ մարդը նույն ձև եղբայրա, քույրա, դու իրոք սիրում ես, որևէ բան չկա քո կյանքում, բայց այդ մարդը չի կարող դա մարսին։ Ասենք ինչ անես։ Իհարկե պետք է մի հատ էլ նայվի, օրինակ մեկը գալիս է ինձ ասում է, որ դու սենց արարք ես արել, ինձի վնասել ես դու։ Ես ասեմ, ես ներել եմ քեզ, ես որևէ բան քո հետ չունեմ։
Հարցը ստե քո ներելը չի, հարցը դու ես վնաս տվել այդ մարդուն, դու պետք է ներողություն խնդրես։ Սա ուրիշ հարց է, այսինքն ես պիտի չնայեմ, ես ներել եմ, ուրեմն ամեն հարց լուծվեց։ Ոչ, եթե ես ցավ եմ բաժարել, ներողություն խնդրեմ։ Չեմ նկատել, միգուցե գիտակցաբար դա չի եղել, անուշադրությունից է, այսինքն ինչ որ դեպք է եղել։ Դրա համար ես պետք է իրոք սրտանց ներողություն խնդրեմ, ասեմ ախպերս կամ քույրս, հաստատ այդ չէր իմ նպատակը կամ բայց եթե այդ մարդը ասի չէ, դե ես գտնում եմ դու ես բան ես արել, բան ավելի ծանրացնի, ինքն է անգնելու խնդրի մեջ։ Ամենայն դեպս խոսելը, նստել, բարձաբանելը պետք է, չթողել, որ դե ինքը չի ուզում իմ հետ շփվի, ուրեմն ինչքան հնարավոր է հեռու իրանից, ավելի լավ է ես իմ կյանքով ինքը իր կյանքով եւ այլն։ Բայց երբ որ խոսքը գնում է ներման հետ կապված, պետք չի պայմաններ դնել։ Իհարկե, օրինակ սենց են ասում հիմնական։ Իհարկե ես քեզ ներել եմ, բայց ու գնաց։ Դու սենց արիր, դու նենց, այսինքն դու չես ներել։ Որևէ բան պետք չի ասել մարդուն։ Այսինքն այդ խոսակցությունը իմաստը, որ վերջացնենք, որևէ բան չկա։ Թյուրիմացություն եղեք կամ ասենք հետ դառնալ նորից դու էս արեցիր, ես քեզ իհարկե ներել եմ, բայց դու էս արեցիր, այն արեցիր, դա շատ ծանր է, դա շատ դժվար է, բայց իհարկե ներել ու գնում է ասենց անիմաստ խոսակցություն։ Ներել ես կների, վերջ, էլ ինչ։ Բայց ուրիշ բան է մարդուն դու սես տնես ներել ես, բայց մարդուն ասես որ եղբայրս կամ քույրս սես բան մի արա։ Դա ցավ է պատճառում մարդկանց։ Մի արասես բան։ Իհարկե այդտեղ երևի մարդը ասենք առաջնորդվի այն մոտիվով, որ ոչ թե կոպիտ ասած մարդուն ցույց տա թե ինքը ով է, այլ ուղղակի որ մարդը հակառակը դիմացինին օգնելու համար, որպեսզի դուրս գա ինչ որ իրավիճակից ինչ մեջ որ կա։ Ես sense եմ հասկանում։ Իրոք շատ սրտացավորեն, շատ եղբայր, եթե եղբոր նման, ասենք շատ մտերիմի նման դա ասվի, այլ ոչ թե դա sense հրամայական կոպիտ, դա։ Էս էլ փոխհարաբերություններից է իհարկե, բայց եթե մարդը չի ընդունում, օքեյ։ Ամենայն դեպս ասենք ես sense եմ հասկանում, եթե մարդը ներելա, իրոք սրտանց ներելա, իր մոտիվը, իր շարժառիթը էլի այն պետք է լինի, որ եթե ինչ որ մի բան կա, դիմացինին օգնի, թե չէ, օգնի, ասենք, հաստատ։ Ասենք այդ սերը տեղը արտահայտվում կողքինի հանդեպ, բարեկամի հանդեպ, ոնց որ շատ։ Իհարկե մարդը միշտ պետք է մի հատ իրան ստուգի։ Երբ որ գնում է տես խոսակցության, ինքը ազատ է։ Թե էմոցիաներ կա։ Եթե իրոք ազատ է գնա սիրով խոսա։ Կամ ասենք եթե իր հանդեպ մեղքագործված, ոնց որ մեր Տեր Քրիստոսն ասում, վերսում մի օգուել, եթե մենակ ասպես չի ընդունում, մի օգուել է այդ վերսու, որ զուտ այդ մարդը բժշկվելու համար է դա դու անում, ոչ թե անում ես որ ասենք վրեժ ես լուծում, դրա համար չի դի։ Այդ մարդուն օգնելու համար։ Որ այդ մարդը վերականգնվի, որտեղ ինքը նույնը շարունակելու է ուրիշների հետ, որ այդ բան չանի։ Երբ որ լինում է կոնֆլիկտ կամ ինչ որ մի դեպք, լինում է երկու մարդու միջև։ Հնարավոր է որ այդ կոնֆլիկտում, ասենք, մեկը բացարձակ անմեղ լինի։ Ոչ մի կոնֆլիկտ, եթե ասում ենք, եթե իրար վատ բառեր են ասել, եթե իրար ինչ որ իրարից նեղացել են, ասենք ասենք, ինչ որ մի միջադեպի եթե երկուսն էլ նեղացել են, երկուսն էլ մեղավոր են։ Հələ չենք էլ հարցը, ես հələ չեմ ասում ով էր հիմնական մեղավորը։ Որտեղ մարդը պետք է չտանի կոնֆլիկտին։ Մեկը գալիս է ջղայն խոսում, պետք է հանգստացնես, ասես ախպերես, արի պարզ նստենք խոսենք, ինչ ա եղել։ Բացատրի, ես եթե սխալ եմ արել, ներողություն խնդրեմ։ Բայց եթե մարդը ինքը իր կոպիտ եմ ասում ֆանտազիաներով կամ ինչ որ բաներով առաջնորդվում, ես զգացի տենց աստծուց ստացա բաներ ասում, որ իրականությանը չի համապատասխանում, իհարկե մեզ պետք չի տեղին անտեղին ներողություն խնդրել։ Բայց մենք էլ պետք է Աստծո առաջ ենք մենք գործում, քայլում, մենք Աստծո առաջ ենք ապրում, եթե բան կա իրոք միգուցե աննկատ ա եղել կամ բան կամ դու չես գիտակցաբար չես արել, ինչ վատ բան է ներողություն խնդրել։ Դա
Ընդհակառակը մարդուն ավելի բարձրացնում է, երբ որ մարդը ներողություն է խնդրում, ոչ թե ցածրացնում։ Շատերը այստեղ գայթակղվում են, ասում են ես մեղավոր չէի, բայց ես ներողություն խնդրի, իհարկե շատերը իրանց ամեն մարդ իր ներսում իրան ճիշտ է համարում, ասենց ասած, բայց շատ մարդը պետք է մատ լսի։ Իրոք այսպես դեպքերում մարդը պետք է լսի։ Ինչ է ասում։ Շատ դեպքեր կա կամ որոշ դեպքեր կա, հլը չպատմած մարդն ասում է մեղավոր չեմ։ Ես ամենից ճիշտ եմ անում։ Դե դա չի կարելի։ Այսինքն դու երկրորդ Քրիստոսն ես։ Դու կարող ես բանալ։ Եթե մարդը նեղվել է, նեղվածություն ունի, մատ լսի տես ինչ որ մի բան կա ուրեմն։ Չէ, մատ լսի ուղակի։ Բայց դեպքեր եմ ես հանդիպել, երբ որ զուտ ֆանտազիայի բնագավառն է։ Որևէ բան չի եղել։ Ասես այդ մարդը քեզ չէ։ Ես տես զգացի։ Դե կներես գալը այդ։ Կարելի է հույվ արտարացել, որ մյուս կողմից երբեմն բավականին սեր չտալը առիթ հանդիսանում, ասենք միգուցե, ասենք զբաղված ես բան մարդուն տենց բարև տվեցիր, մի ձև ինք ուրիշ ձև անկալում։ Եղել է իմ կյանքում շատ է եղել։ Ես բացատրել եմ, որ որևէ մտածում եմ հով կարող է մի բան ա եղել, կարող է մարդը սկսում է մի անգամից ոչ մի բան չի եղել։ Ամեն ինչ նորմալ է, ուղղակի արագի մեջ ես ասեցի բարև, չի ասում դու բարևը մի ձևի ասեցիր ու գնում է այդ խոսակցությունը։ Պետք չի ասենք որևէ լինում են տես դեպքեր։ Դա իհարկե մարդու իրավիճակից է, մարդը կարող է լինում է, երբ որ եկեղեցու անդամը ինքը անցնում է որոշակի սեզոն, որոշակի խնդիրներով, ու երբ որ գալիս է ինձի բարևում ես, ասում եմ բարև, ինքը այդ բարևի մեջ միգուցե կարա տենա, որ ուրեմն հովը տեղյակ է, ուրեմն սենց, ուրեմն նենց, արդեն ինքը այդ ֆանտազիաներին գնում է առաջ, որևէ բան չկա։ Հələ ես էլ կարող եմ ընդհանրապես տեղյակ չեմ, որ մարդը այդպես ծանր վիճակի մեջ է։ Ուզում ասեմ, սես բաներ էլ կարա լինի։ Բայց հիմնականում մենք պետք է լսենք մարդը եթե մի բան ասում, ու դա կարևոր չի դու ով ես, ավակ ես, եկեղեցու եղբայր քույրեր ենք մենք։ Պետք է լսես այդ մարդուն։ Ու չնայես, որ այդ մարդը ոնց որ աշխարհիկ ձևով չնայես, որ այդ մարդը կոպիտ ասած ով է եկեղեցում։ Եկել եմ բան ասում չէ դա։ Այսի Աստված դες բաները շատ կարևոր է։ Կարևոր չի ով է։ Ասենք ինչ պաշտոնի կամ ով է ինքը, ինչ տեղ դիրք ունի եկեղեցու մեջ, որ իրան լսես թե չլսես, կամ նորը հավատա թե նորը հավատ չի։ Կարևոր չի, եթե մարդը մի բան նկատել է, մի բան ուզում ասի, պետք է լսես։ Այսինքն որ Աստվածաշնչից հիշում ենք, որ Տեր Հիսուսն ասաց, որ առաջին երկու կարևոր պատվիրանները սիրի քո Տեր Աստծուն, մյուս երկրորդ պատվիրանը սիրի քո ընկերոջը քո անձի պես։ Այո։ Այսինքն մարդ պիտի սա կարևորություն տա այս պատվիրանքին իր կյանքում, որպեսզի նման հարցերում նույնիսկ ներելու, չներելու հարցում եկեղեցում քույր եղբոր հանդեպ ունենա ճիշտ։ Օրիգինալում իհարկե հայերեն թարգմանությունում ընկեր է, որոշ թարգմանությունում կարող ուրիշ բառ, բարեկամ բառը լինի, կամ ուրիշ բառ լինի։ Օրիգինալում գրած է քո կողը ով է։ Որտեղ մարդը կարող ասի ինքը ընկերը չի, ես դա համար չեմ ներում։ Այսինքն մենք ընկերություն չենք անում։ Ոչ, քո կողը։ Ամեն դեպքում Աստվածը չէ որոշում ով է գալու քո կողը նստի, եկեղեցում։ Ով է քո կողը կոլեգատ։ Դու չես ընտրում տես մարդկանց։ Դուսկի քո ծնողներին չես ընտրում, քո եղբոր քրոջը չես ընտրում արունակից։ Շատ բաներ մենք չենք ընտրում, բայց Աստված մարդկանց ա բերում մեր կողը, մեր կող շուրջ բոլորը մարդկանց ա բերում։ Այ պետք է իրանց սիրենք։ Այո։ Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխի 21-22-րդ տողերում ասվում է այդ ժամանակ Պետրոսը մոտենալով նրան ասաց. Տեր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի անգամ նրան ներեմ, մինչև 7 անգամ։ Հիսուսը նրան ասաց. Քեզ չեմ ասում մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7։ Հիմա հարցս, մարդն ասում է ես ամեն անգամ նրան ներում եմ, տեղ եմ տալիս, բայց նա չի փոխվում, նույնն է մնում։
շարունակվում է։ Արդյոք մարդը իր ներման դիմաց պիտի մյուսի մեջ փոփոխություն ակնկալի։ Ոչ, մենք ասացինք, այդ 70 անգամ 7-ը դա պատկեր է, որ մենք հասկանանք, որ միշտ պետք է ներենք։ Մենք պիտի չհաշվենք 490, այդ 491-ը արդեն իրավունք ունեմ չներեմ, օրինակ եմ ասում։ Չի նշվում էդի մի օրում, մի ամսում, մի տարում, ամբողջ կյանքում չի նշվում, բայց դա այդ ձեթ պիտի մենք չհասկանանք։ Մենք պիտի հասկանանք, որ միշտ ես պետք է ներեմ, միշտ։ Դրա համար ակնկալել որևէ բան կամ որոշակի պայման դնել, այ ես ներում եմ, եթե ես տենամ ինքը փոխվել է։ Դե ոչ իմ գործնա, ոչ էլ այդ մարդը կփոխվի, չի փոխվի, ես միշտ պետք է ներեմ այդ մարդուն։ Ու երբեմն ալում ասում եմ ես ներում եմ, բայց ինքը չի փոխվում ու ամեն անգամ էլի նույն պատմությունն է, նույնը կրկնվում է։ Դե եթե մարդը իրան են ձևապահում ոնց որ աշխարհիկ մարդ, դա ուրիշ բան, ասենք մի հոգու էլ հետդ վերցնում ես, որ այդ մարդը մեղք է գործում կամ սխալ վարդապետություն ունի, խմորում անում, տարածում է սխալ հովիվ բան, խոսալ բան, արդեն եկեղեցում ընդունում են որոշում, որ էսի աշխարհիկ մարդ է։ Ավետարանը սենց է մեզ սովորացնում, այսինքն էսի ուրիշ բան է, եթե մարդը մի բա եկեղեցին զգում է, որ այդ մարդը իր տեղում չի, արդեն լրիվ սխալ բաներով ազբաղված, ոչ մեկին չի լսում, անարգում է, ծառայության ժամանակ ինչ ուզում անում է, չի լսում, կարգուկանոնից սենց պահվածքը, դա արդեն ուրիշ բնագավառ է, դա մեր ներել չնենք, սենց տենես ներել ենք տես մարդուն, բայց մենք ասում ենք, սա դու միգուցե ճիշտ տեղ չես գալի, միգուցե էսի այն տեղը չի, որտեղ դու մտածում ես եկել ես, այլևս մի արի, էսի քո տեղը չի։ Իհարկե աղոթել, իհարկե հետազրուցել, բայց եթե մարդը այդ ձև անադեկվատ է իրան պահում ու խանգարում է միշտ, դա ուրիշ պրոբլեմ է արդեն։ Իսկ եթե երկու անձանց միջև փոխհարաբերությունը վերցնենք ու ենթադրենք մեկը չեմ ասում ամեն օր, բայց առիթ անպատվում է կամ ասենք ասեմ շատ վատ վերաբերմունք է ցույց տալի։ Դες դրա համար ասում եմ ներում եմ, բայց դրա համար եմ ասում, երբ որ ասում եմ եկեղեցու մասշտաբ, դա չի նշանակում ընդհանուր եկեղեցուն այնքը վնաս տալի։ Մի հոգու էլ վնաս տվեց, այդ մի հոգուց մենք Հիսուսը ոնց է ասում, գնա դու խոսա, չի լսում, մի հոգու էլ հետդ վերցու, չի լսում, եկեղեցով եք ասում։ Արդեն եկեղեցին այդ մարդու հետ խոսում, ասում են, լսի, դու նույնը շարունակում ես։ Մի արա այդ ձև բան։ Չէ, ես անելու եմ։ Դե ուրեմն եկեղեցին ընդունում է որոշում։ Այս նկատի ունեմ ես։ Բայց եթե մարդը ձեն չի անում, միշտ կուլա տալի, միշտ դա ավելի վտանգավոր է։ Մի օր պայթելու է իր մոտ։ Պետք է բարձրացնել։ Ինքը կարող է ներում, բայց մի օր արդեն այլ պետք է անի նենց, ոնց որ Հիսուս Քրիստոսն է ասում։ Գնաց խոսած, անկեղծ, ոչ թե խոսած ուղակի բան դնելու համար։ Ոչ, դա խոսում է այն իմաստով, որ շահի իր եղբորը կամ իր քրոջը։ Բայց եթե չի զգում որ չէ, մի հոգու էլ ասենք հովի հետ ասում կամ մի հատ ավակի հետ։ Չէ, մի հատ էլ եկեղեցու ենք ասում, արդեն հովն է հետը խոսում, բոլորն են արդեն ասում։ Ասում են պատասխան ես ինչ ես անում։ Այս նկատի ունեմ ես։ Այսինքն այս դեպքում էլ էլի շարժառիթը ամենայն դեպս հանդիսանում է, որ տվյալ մարդուն, ասենք, սխալ ճանապարհից հետ բերել է։ Դա միակ է դա, ուրիշ բան չկա։ Ոչ թե մարդը սխալվել է, մարդը շեղվել է, կորել է մի պա։ Ես չի որ մենք պետք է անենց անենք, որ ավելի կորի։ Իհարկե ոչ։ Բայց եթե ամեն ջանք անում ենք, այդ մարդը մնում է իր մտքին, այդ մարդը մնալով եկեղեցում ավելի խմորում է անելու, ավելի պրոբլեմ է ստեղծելու։ Դրա համար ավետարանն ասում է որոշում ընդունեք։ Դες չի կարելի տեսնել նշանակեք եւ այլն, բայց դա ծայրահեղ բաներ են։ Այսօր խոսում ենք, մեզ տպավորություն չլինի, որ մենք ասենց աչուձախ մարդկանց նշանակում ենք, ասում ենք մի եկեք եկեղեցի։ Իհարկե ոչ, դա կարող է մի 20 տարվա մեջ մի քանի մատերի վրա հաշված օրինակներ լինեն։ Այո, այո։ Արդարության կայացումը կարող է հիմք հանդիսանալ որոշ ժամանակ չներելու։ Ոչ։ Մինչև մարդը իր սխալը հասկանում։ Ոչ, մենք չէ որ պետք է արդարության եսի մինչեր անենք կամ որ դա արդար է, այդպես հարց ընդհանրապես չկա մեջ։ Չներենք որ մարդը իմանա, խելքի գա եւ այլն։ Ով չի ներում ինքն է գալու խելքի։
Ոչ։ Մենք չունենք այդ ձևի հնարավորություն։ Այստեղ ճիշտ ասած մի քիչ էլի կապ ունեն ակնկալության հետ, որ անպայման պիտի Այո, ոչ։ Մենք ոչ պետքա դատենք, ոչ պետքա մենք որոշենք, արդարություն լինի, Աստվածա մեր դատավորը, Աստվածա արդար դատավորը, ինքը մեզ այդ մեր Տերը, ինքնատերը, մենք իր որդիներն ենք, ինքը մեզ ասում է ներեք։ Ուրիշ օպցիա չկա մեր մոտ։ Մենք պետքա ներենք, ոչ թե ասենք հանուն արդարության, ես չեմ ներում, որպեսզի այդ մարդը փոխվի։ Դու ինչ գիտես, կփոխես այդ ձև այդ մարդը։ Երբեմն պատճառաբանելով, որ այ թե չէ ուրիշների հետ էլ ասենց կվարի, պետք է որ մարդը խելքի գա եւ այլն։ Մենք մի անգամից պիտի ներենք, բայց էլ եմ ասում, եթե մարդը այնպես բաներ է անում, որ վնաս է տալի շուրջ բոլորը, այստեղ ներել չներելու հարց չի արդեն։ Իր հարցն է ու մնացածին պաշտպանելու հարցը։ Ասենք եթե հոտ է մտել գայլ, մենք ոչ չենք մտածում, որ հանգարց գայլին չնեղացնենք, մարդը կարող է նեղվի։ Ոչ, մենք պետք է փետը վերցնենք, այդ գայլին դուրս հանենք հոտից։ Հովի ֆունկցիան հենց դա է։ Այսինքն եթե զգում է դա արդեն գայլ է, որ չի խնայելու հոտին։ Որտեղ էլ արդեն ուրիշ, այսի ներել չներելու հարց չի արդեն։ Բայց եթե ոնց որ 5 տականում է գրած, ասենք ոչխարները պոզերով իրար են խփում։ Դա գայլ չի։ Այդտեղ արդեն պետք է զրուցվի, խոսացվի, որ մի արեք դες բան, որտեղ էդի վնաս եք տալի դուք իրար։ Դինյանի ինչ։ Վերջին հարցս Արթուր, ինչպես տարբերել իրական ներումը մակերեսային հաշտությունից։ Շարունակությունը, բայց էլի փոխհարաբերության Աստված որ ներում է, Աստված երբեք չի հիշում այն ինչ որ ներեց, չի հիշեցնում, դժվար թե մենք հայտնություն ենք ստացել Աստծուց, հիշում ես դու ինչեր էիր անում։ Այդ ձևի հայտնություն Աստծուց մենք երբևիցե չեմ պատկերացնում որ ստանանք։ Ընդհակառակը Աստված միշտ մեզ հայտնություն է տալի, որ քեզ սիրում եմ, քո կողմն եմ, եւ այլն, այսինքն դրա համար մենք պետք չի որ ասենք իմիտացիա անենք կամ ձև անենք, որ ներել ենք։ Պետք է բացառվի մեր կյանքում դες բաները։ Ընդհանրապես դեր խաղալը, կեղծավոր լինելը պետք է որևէ տեղ չունենա։ Չի ստացվում ներել, լավա գալ Աստծո առաջ, ծնկի իջնել, աղոթել, աղերսել, որ Տեր անենց ինձ օգնի, որ ես ներեմ, որ ես անմնացորդ ներեմ ես։ Սա ուրիշ բան է։ Մարդը պետք է անկեղծ լինի։ Ոչ թե ներսում չի կարում, բայց ինքը որպեսի ցույց տա, որ ինքը հոգևոր է, բոլորին ներում է, իմիտացիա անի։ Այսինքն որևէ մեկին պետք չի։ Ոչ այն մարդուն է պետք, ոչ իրան, ոչ եկեղեցուն, ոչ էլ Աստծուն։ Որևէ մեկին պետք չի։ Իսկ ինչպես ճանաչել որ մարդը սրտով ներել է ու այլ ոչ թե խուսափում է ինչ որ ֆիզիկական կոնֆլիկտից։ Հենց մարդը ինքը կիմանա։ Ինչ թվում է։ Դու խնդիր չունես այդ մարդու հետ։ Դու հասկանում ես, որ դու ես նույնը։ Դու ես, բայց Հիսուսը ներում է։ Դեպքեր կան, շատ դեպքեր կան, երբ որ մարդը այն մարդն է կոպիտ վարվել, բայց մարդը լացելով գնում ասում է եղբայրս կամ հարազատս, արի թողենք ամեն ինչ իրոք, որտեվ Աստծո ներկայության մեջ է եղել։ Նա հասկանում է, որ Աստված այդ ինչ արել իր կյանքում։ Այս ինչ մի հատ փոքր բան է, որ լավա հարթենք, լավա լեզու գտնեմ, ուղղակի sense եւ այլն։ Այսինքն ես էդի ինձի չկապի, դա չլինի թակարդ իմ համար։ Որտեվ ես նպատակ ունեմ ծառայեմ Աստծուն։ Ամենայն դեպս հասկանում եք, որ չներելը դա մի մեծ խոչընդոտ է մարդու կյանքում, քրիստոնեական կյանքում։ Դա թակարդ է, դա եթե մեկը բռնվի դրանով, նա վերջել ոչ հոգևոր աճում է, ոչ կարա ծառայի, ոչ իներցիայով նա կարա ծառայության մեջ լինի։ Բայց այլևս կանգնում է ամեն ինչ, պատահալնում, մեղք կա։ Պետքա դու ներես։ Շնորհակալ եմ Հովև Արթուր, սիրելի բարեկամներ, այսօր այսքանը գրանցվեք մեր YouTube-յան էջին, գրանցվեք մեր սոցիալ
ցանցերի մյուս էջերին, հետևեք մեր հաղորդումներին։ Մենք փորձում ենք պատասխանել ակտուալ թեմաներին, եթե դուք էլ ունեք հարցեր, եթե դուք էլ ունեք ինչ-որ թեմաներ, որոնց մասին կուզենայիք, որ հաղորդում լինի, խնդրեմ ուղարկեք մեզ, մենք փորձենք հաղորդում կազմակերպենք։ Եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։ Տերորդի